Սիրելի արաբկիրցիներ, սկսել ենք քարոզարշավը մեր վարչական շրջանում եւ պետք է ասեմ, որ հենց առաջի բակը որ մտանք շատ ջերմ ընդունելության արժանացանք։ Բայց ուզում եմ անդրադառնամ միայն կնոջը, որ մոտեցավ վարչապետին եւ փորձեց սադրել։ Ուզում եմ մի քանի անդրադարձ կատարել։ Նախ ատելը ամեն մարդու ազատ իրավունքն է, իրավունք ունի ատելու, բայց 3 հարց ունեմ։ Պատերազմի ժամանակ, երբ որ իմ ամուսինը, եղբայրներս Ղարաբաղում էին, ամեն օր զանգում ասում էին, որ Քոչարյանի մարդիկ քայլում են շարքերով եւ սադրում են եւ ասում են վերադարձեք, մի կռվեք, գնացեք, թողեք ձեր դիրքերը։ Քոչարյանը իր կլանի հետ մեկտեղ։ Բայց որ տենց Ղարաբաղի դարդոտված էիք, ինչի էիք զորքերին փորձում հետ ուղարկել, ինչի էիք փորձում մարդկանց, Հայաստանից գնացած մարդկանց ասել մի կռվեք, գնացեք։ Շատ լավ հիշում ենք, որովհետև մեր բարեկամները, մեր եղբայրները, մեր ամուսինները այնտեղ են եղել։ Երկրորդը, ուր էիք դուք ղարաբաղցիների ցավով տապակվողներ, երբ որ 2023-ին Հաքարի կամուրջի մոտ մենք այնտեղ կանգնած դիմավորում էինք մեր ղարաբաղցի հայրենակիցներին։ Ուր էիք։ Մեկ աման տաք ճաշ եկաք տվեցիք Գորիսուն իրանց։ Ոչ մեկը չեք եղել այնտեղ։ Մենք ենք տեսել, թե մեր ղարաբաղցի հայրենակիցները, ովքեր ձեր կլանի մարդիկ չեն եղել, ոնց են փախել եւ ձեր չկազմակերպված, ձեր հատուկ արած ձևով, որ չկարողանան անգամ ամենաանհրաժեշտ իրենց միջոցները վերցնել։ Եվ տարիներով կեղեքվել են, տարիներով։ Այսօր էլ ինչ է կարել ղարաբաղցիների համար։ Միայն մի փոքր շրջանակ, այն ովքեր որ ձեր կլանի մաս են եղել, այ իրենք են, որ չեն մարսում, որ Հայաստանից եկած փողերը չկա, որ լափեն եւ ղարաբաղցիների վզին նստած մնան, չեք լինելու։ Լեռնային Ղարաբաղից եկած մեր հայրենակիցներն էլ տեղավորվելու են Հայաստանում եւ Հայաստանում խաղաղությունը դուք չեք կարողանալու ինչ որ ձևով վնասել, չեք կարողանալու։ Հայաստանի ժողովուրդը, Ղարաբաղի ժողովուրդը ամեն շատ լավ գիտի, տեսել է, ապրել է, ձեզնից տեսել է, թե դուք ով եք։ Եվ դուք էլ կապ չունեք ոչ Հայաստանի հետ, ոչ Ղարաբաղի հետ։ Դուք մենակ Հայաստանի ու Ղարաբաղի հաշվին հող աշխատեք։ Ուրիշ երկրների առաջը Հայաստան ու Ղարաբաղը մատաղանեք, էտա ձեր ուզածը, չի լինելու։ Հայաստանի ժողովուրդը միահամուռ է, ղարաբաղցիները շատ ուժեղ ձևով մեր մեջքին կանգնած են եւ իրենք էլ են խաղաղություն ուզում։ Հերիք է ուրիշի երեխեքի հաշվին ձեզ համար կապիտալ կուտակելու քաղաքականությունը տանեք։ Եվ այդ կանանցել մի ուղարկեք, ճիշտ չի, պետք չի։ Հակառակ ազդեցությունն է ունենալու։ Այնպես որ մենք սիրով շարունակում ենք մեր քարոզարշավը, մենք մեր ժողովրդի հետ այնքան համահունչ եւ միասին ամեն ինչ հասկանում, քննարկում ենք եւ եթե հարցեր եք տալիս, պարզ դեմքով կանգնած ենք ձեր առաջ, լսելու, ձեր բոլոր հարցերին պատասխանելու։ Մենք ձեզ շատ սիրում ենք, սիրելի ժողովուրդ արաբկիրցիներ, եւ իհարկե չենք տրվում որևէ սադրանքների։ Այսպես, այս է ժողովուրդը։ Լավ օր մեզ։